Հայկական եկեղեցու 12-րդ դարով թվագրվող դռան փեղկը Հայաստանի պատմության թանգարան է հասել Լոնդոնից։ Մինչև բրիտանական մասնավոր հավաքածուում հայտնվելը եղել է Լիբանանում եւ Միացյալ Նահանգներում։ Նմուշը հայտնի է 1980-ականներից, սակայն հիմնական հանգրվան չունենալու պատճառով դրա մասին իմացել են միայն նեղ մասնագետները։ 90-ականներին արվեստաբան Լևոն Չուքասյանը մեկնել էր Նյու Յորք դռան մասունքը հետազոտելու, սակայն աշխատանքներից հետո այն վաճառվել էր։ Շուրջ 35 տարի հետո միջնադարյան գլուխգործոցը պատմության թանգարանում է։ Մշակույթի զարգացման հիմնադրամը, հատուկ թանգարանների զարգացման նպատակով պետության կողմից ստեղծված այս հիմնադրամը որոշակի այսպես կապի մեջ է եղել միջազգային աուկցիոնների տարբեր ներկայացուցիչների հետ, տեսել է, որ այսպիսի կարևոր մի նմուշ է դրված վաճառքի լոնդոնյան մասնավոր պատկերասրահներից մեկում, Սենֆոգ պատկերասրահում եւ նմանատիպ մի կարևոր այսպես քննարկում է սկսվել հայ մտավորականների տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնագետները միակարծիք են եղել, մշակութային արժեքը պետք է համալրի Հայաստանի պատմության վկայությունների շարքը։ Նմուշն առանձնանում է իր պատկերազարդումներով եւ փորագրություններով։ Կենտրոնում կամարի տակ Սուրբ խաչն է, վերևում կենդանիների տիրակալը, որը երկու ձեռքով պահում է առյուծներին։ Ստորին հատվածում պատկերված են արջեր, մեղվի փեթակներ, ձիավոր, որսի տեսարան։ Այդպես փայտագործը մեկտեղել է հոգևորն ու աշխարհիկը։ Այսպես կոչված կենդանիների տիրակալի ընդունված պատկեր է, բայց ամեն դեպքում նման օրինակ դռան վրա մենք ես ինչքան գիտեմ չի հանդիպում, այսինքն այդ առումով ինքը շատ հետաքրքիր է, շատ յուրահատուկ է։ Աշխարհիկ տեսարանների այստեղ առկայությունը նաև, որովհետև ամեն դեպքում մենք պետք է հաշվի առնենք, որ ինքը եկեղեցուն է պատկանել եւ ավելի շատ փորձել են որոշակի կրոնին, այսինքն այլաբանորեն, նույնիսկ աշխարհիկը այլաբանորեն ներկայացնելու։ Շքեղ պատկերագրությունն արվեստաբաններին հուշում է, փեղկը հնարավոր է պատկանել է Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցուն, սակայն հստակ տեղեկություններ չկան, դրա համար վահանակի վրա հարցական նշան է։ Մշակութային արժեքի ձեռքբերումը վերջապես թույլ կտա իրականացնելու մասնագիտական հետազոտություններ պատմության լիարժեք բացահայտման նպատակով։ Թանգարանը այս առումով ունի կոնկրետ գործառույթ եւ հետազոտական եւ նաեւ մեր գործընկերների հետ համատեղ հետազոտական նախագծեր իրականացնելու այստեղ պահող բոլոր նմուշների հետ կապված։ Այս առումով ինքը դուրը ընթացքում կդառնա նաեւ նմանատիպ կարևոր հետազոտությունների մի թեմա եւ շատ հուսով եմ, որ շատ նոր շերտեր կբացահայտվեն մշակութային ժառանգության վերաբերյալ, ընդհանրապես այս ժամանակաշրջանի վերաբերյալ։ 800-ամյա դռան փեղկը շուրջ 175 միլիոն դրամով գնել է մշակույթի զարգացման հիմնադրամը պետության միջոցներով, մշակութային արժեքների ձեռքբերման եւ Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Դավիթ Պողոսյանի խոսքով պատմական արժեքների հայրենիք վերադարձնելը Հայաստանի կառավարության քաղաքականությունն է։ Վստահ է, գործընթացը կշարունակվի եւ մշակութային օջախները կհամալրվեն բացառիկ նոր ցուցանմուշներով։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։